ինչ վիճակում է կրիպտոարժույթների ոլորտը Հայաստանում։ Նայեք, Հայաստանում կրիպտոարժույթները երևի թե միշտ եղել են բավականին տարածված, ահագին օգտագործում են ունեցել։ Աշխարհի մակարդակով բնականաբար տոկոսային եմ ասում, թոփերի մեջ ա եղել օգտագործման առումով, ասենց ասած exposure-ի առումով, եթե մինչև հիմա շուկան եղել է անկարգավորված, այսինքն եղել է բազմակի հնարավորություններ, բաց հնարավորություններ օգտագործելու կրիպտոարժույթները, թե լավ նպատակներով, թե վատ նպատակներով, հիմա մի քիչ ավելի գալիս են կարգավորման դաշտ։ Կարգավորումները իհարկե ինդուստրիայի խաղացողների մեծ մասը, ասեմ, դժգոհ են ընդհանուր կարգավորումներից, որտեվ եթե հնարավոր էր կարգավորումները աշխարհի փորձը վերցնելով կան կարգավորումներ, որոնք ավելի փափուկ են ստարտափների համար, ավելի իմաստալից են բիզնեսների համար, Հայաստանը գնաց ավելի սենց մի քիչ ռադիկալ կարգավորումներով, որոնք որ ավելի խիստ են, ավելի բարդ է մուտքը ոլորտ եւ այլն նրա խնդիրներով։ Մասնավորապես օրինակ բոլոր գործարքները պետք է անել նախատիր անկանխիկ, ինչը որ շատերի համար շատ խնդիրներ է առաջացնում եւ ընդհանրապես դա աշխարհի ոչ մի փորձ չկա անկանխիկի, որտեղ աշխարհի բոլոր երկրում է կանխիկի հետ ոնց որ խնդիր չկա, կարևորը որ նույնականացում տեղի ունենա եւ մարդկանց ճանաչեն համապատասխան մարմինները։ Մեր կազմակերպության դիրքորոշումը այս կարգավորումների հանդեպ շատ դրական է, հենց կարգավորում ունենալու հանդեպ, շատ ավելի ցանկալի կլներ, որ կարգավորումը մի քիչ ավելի ելներ հստակեցրած արդեն գրեթե հիմա, որտեղ կարգավորումը արդեն գործում է, հունվարի 1-ից պետք է ինչ-որ գործողություններ կատարվեն, բայց դեռևս շատ հարցեր կան, որոնք դեռ հրապարակված չեն։ Ամբողջ ինդուստրիան դրան է սպասում, թե երբ կասեն վերջը ինչ է լինելու, էլի։ Հասարակ մարդը ստիպված ալնելու օգտվել բացարձակապես անկանխիկ մեթոդներով, անպայման նույնականացում է անցնելու, այսինքն սովորական մարդու կյանքը մի կողմից մի քիչ բարդանալու է, մյուս կողմից առաջանալու է հնարավորությունը, որը մինչև հիմա չկար, իսկապես անկանխիկ եւ ավելի տենց ցիվիլ պայմաններով գործողություններ անելու, էլի։